Պարոն Ղազարյան, նախ առավոտյան հանդիպումը ում հետ էր նախատեսված, ինչու չկայացավ։ Առավոտյան հանդիպումը նախատեսված էր ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի հետ, երբ որ ես եկա այստեղ, տեղեկացա, որ ընդունելությունը անցկացրել է հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, եւ ինչպես նախորդ այն դեպքերում, երբ որ ընդունելությանը մասնակցում են քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից պատգամավորներ, այդ ընդունելությունները իմ մասով չի կայանում։ Իսկ ազգային ժողովի պատասխանատու աշխատակիցը նույն բացատրությունը տվեց, որ պարոն Թորոսյանը հրաժարվում է միայն ձեզ ընդունելության արժանացնելուց։ Ընդունարանում կային այլ քաղաքացիներ, որոնք հրավիրվեցին ընդունելության։ Սա ըստ էության Արսեն Թորոսյանի կողմից երկրորդ նման դեպքն է, դրսևորումն է, որովհետև եթե հիշում եք, նա իմ կողմից պատգամավորներին հասցեագրված, այդ թվում իրեն հասցեագրված նամակը հենց այդ բովանդակությամբ հրապարակային կերպով պատռել է եւ ծանոթանալը, որ նա քաղաքացու ստացված նամակը ինչի մասին է, այդ նամակը ինքը պատռել է։ Այսինքն սա ընդգծում է նրա ընդգծված խտրականության ցուցաբերումը, ինչը որ քրեական հանցագործություն է եւ ես վաղը պատրաստվում եմ այդ մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազություն։ Դուք Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի եւ նաեւ քաղաքացիական պայմանագրի խմբակցության այն ներկայացուցիչների մասով Լավ։ Դրականությունների համար Ես համար զանմանալու չի, որ երկրորդ անգամ է, ընդդիմադիր այս խմբակցության պատգամավորները հերթով փակ են պահանջում հանդիպումից։ Ես ճիշտ ասած չեմ կարող հասկանալ։ Նախորդ դեպքում անկեղծ ասած պատճառը պատգամավորի անձնական էր, ոչ լրատվողների մասնակցությամբ, բայց հիմա չգիտեմ ինչն է պատճառը։ Ես ինքս առաջարկում եմ պատգամավորներին, որ լրագրողների մասնակցությամբ լինի, կարող չլինի մենակ այն դեպքում, եթե իմ կողմից բարձրացվող հարցը անձնական խնդրի վերաբերյալ, իսկ եթե այլ քաղաքացի է, որը իր անձնական հարցերի վերաբերյալ բարձրաձայնում է, նա կարող չուզենա, բայց իմ պարագայում հակառակն է, ես ինքս եմ խնդրում, որ լրատվամիջոցների ներկայությամբ էլի եւ չեմ հասկանում, թե պատգամավորները ինչի պիտի դեմ լինեն բաց խոսակցությանը, առավել ևս, որ խնդիրը հանրային հետաքրքրության հարց է։ Անկեղծ ասած, ես եկա միջնորդեմ հիմա, եկի մանրակրկիտ։